Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսելու ենք ոչ թե կենդանիների, այլ մարդկանց մասին, ավելի ճիշտ երեխաների մասին, որովհետեւ կենդանիների հանդեպ վերաբերմունքը շատ հաճախ սկսվում է հենց մանկությունից։ Երբ փոքր երեխան առաջին անգամ տեսնում է շան կամ կատվի, նա սովորաբար դեռ չունի պատրաստի կարծիք։ Նա չի ծնվում կենդանիներին սիրելով կամ ատելով։ Նա սովորում է դա իր շրջապատից։ Եվ իհարկե ամենամեծ ազդեցությունն այստեղ ունեն ծնողները։ Եթե երեխան անընդհատ լսում է մոտ մի գնա, բոլոր շները կծում են, կատուները վտանգավոր են, հեռու մնա դրանցից, ժամանակի ընթացքում նա սկսում է նույն կերպ ընկալել կենդանիներին, նույնիսկ եթե երբեք վատ փորձ չի ունեցել։ Մյուս կողմից, եթե ծնողը երեխային սովորեցնում է, որ կենդանիներին պետք է հարգել, չվախեցնել եւ չվնասել, երեխան այդ վերաբերմունքն էլ յուրացնում է։ Երեխաները շատ ավելին են սովորում մեր վարքից, քան մեր խոսքերից։ Եթե ծնողը փողոցում տեսած կենդանուն քար է նետում, դժվար է երեխայից սպասել կարեկցանք։ Եթե ծնողը ծիծաղում է, երբ ինչ-որ մեկը վախեցնում է կենդանուն, երեխան կարող է մտածել, որ դա նորմալ է։ Բայց եթե երեխան տեսնում է, որ ծնողը ջուր է թողնում շոգորերին, կանգ է առնում վիրավորված կենդանու կողքին կամ պարզապես վերաբերվում է կենդանիներին հարգանքով, այդ պատկերներն էլ մնում են նրա հիշողության մեջ։ Իհարկե կարևոր է տարբերակել հարգանքը եւ անզգուշությունը։ Երեխային պետք չէ սովորեցնել, որ կարող է մոտենալ ցանկացած անծանոթ կենդանու։ Պետք է սովորեցնել զգուշություն, բայց ոչ ատելություն։ Հարգանք, բայց ոչ դաժանություն, ուշադրություն, բայց ոչ վախ։ Երբեմն մարդիկ ասում են, ես կենդանիներ չեմ սիրում։ Դա իրենց իրավունքն է, պարտադիր չէ, որ բոլորը սիրեն կենդանիներին։ Բայց նույնիսկ եթե մարդը չի սիրում կենդանիներին, նա կարող է սովորեցնել երեխային չվնասել նրանց։ Որովհետև այստեղ խոսքը միայն կենդանիների մասին չէ, խոսքը կարեկցանքի մասին է։ Շատ հոգեբաններ նշում են, որ այն երեխաները, ովքեր սովորում են հոգ տանել ավելի թույլերի մասին, հաճախ ավելի մեծ զգայունություն եւ պատասխանատվություն են զարգացնում նաեւ մարդկանց նկատմամբ։ Երբ երեխան սովորում է չհարվածել շանը, չքաշել կատվի պոչը կամ չվախեցնել թռչունին, նա իրականում սովորում է հարգել ուրիշի սահմանները։ Եվ գուցե հենց դա է այս թեմայի ամենակարևոր մասը։ Այսօրվա երեխաները վաղվա մեծահասակներն են։ Այն վերաբերմունքը, որ նրանք այսօր ունեն կենդանիների նկատմամբ, վաղը կարող է դառնալ նրանց վերաբերմունքը մարդկանց, բնության եւ ամբողջ աշխարհի նկատմամբ։ Այդ պատճառով, երբ երեխային սովորեցնում ենք ճիշտ վերաբերվել կենդանիներին, մենք պարզապես չենք պաշտպանում մեկ շան կամ մեկ կատվի։ Մենք ձևավորում ենք ավելի գիտակից եւ ավելի կարեկից հասարակություն։ Եթե տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվեք ալիքին։ Կիսվեք ընկերների հետ եւ օգնեք, որ այս պարզ բայց կարևոր ուղերձը հասնի ավելի շատ մարդկանց։ Ես Փիսոն էի։ Մինչ հաջորդ հանդիպում։